Բարի Լուիս, Շանթի ուղիղ եթերում առավոտը Շանթումն է։ Լուիս, բարի, հուսանք, որ օրը իսկապես բարի է, չգիտեմ, երեկվանից հետո ինչքանով է բարի եւ բարի չէ, բայց աշխատենք բարիացնել այս օրը, որ գոնե դառնա բարի, ամբողջ հույսը իմ եւ Հասմիկի վրա է փաստորեն։ Այսօր հունիսի 19-ն է, օրը 5 շաբթի, վաղը արդեն ուրբաթ է, այնտեղ էլ արդեն գալիս են հանգստյան օրերը։ Ու տարվա ավարտին մնացել է ընդամենը 195 օր։ Արձակուրդի շրջանը արդեն սկսվում է եւ մասնագետները շտապում են զանազան խորհուրդներ տալ, որպեսզի հեշտացնեն հանգստի գործընթացը։ Պարզվում է կա երեխաներին հանգստի տանելու հստակ տարիք։ Թեև նորածնին օրինակ ծով տանելը վնաս չէ, բայց երեխաներին ըստ մասնագետների պետք է տանել հանգստի 3 տարեկանից սկսած։ Դե մինչև 3 տարեկան երեխաները այդքան բան ինձ թվում է չեն էլ հասկանում, չնայած լավ է, որ մանկուց գնում են ծով եւ լավ է, որ այդ հնարավորությունները ծնողները ունենում են, խոսքը Հայաստանի մասին է, ոչ թե այն երկրների մասին, որոնք որ ծովի ափին են գտնվում։ Ինձ միշտ հետաքրքրել է, չէ, օրինակ դենց բան կա, մեմ կա, չէ, ասում են օշականցի երեխաները վերջին զանգի օրը կամ Մետայբո Բենիտոնը ուր են գնում։ Այն երեխաները, որոնք որ ծովի ափին են ծնվել, ուր են գնում, որտեղ է իրենց երազած հանգիստը, անհասկանալի է, բայց գուցե Հայաստանի նման լեռնաշխարհում։ Միգուցե, դե թող իրեն գան այստեղ, մենք էլ գնանք այնտեղ։ Այո, բայց մինչև 3 տարեկան երեխաներին արգելվում է, այսպես ասած, հանգստի տանելը, որովհետև նրանց իմունային համակարգը լիովին պատրաստ չէ դրան ու չի կարող դիմակայել տարբեր տեսակի վարակներին։ Այո, դե զգուշ եղեք, աշխատեք մինչև 3 տարեկան բալիկներին, եթե ունեք այդպիսի, բայց շատ եք ուզում գնալ ծով թողնել տատիկների, պապիկների մոտ, տատիկներին, պապիկներին երկար տարիների կյանք եւ առողջություն, նրանք միայն ուրախ կլինեն, որ դուք թորնիկներին թողնեք իրենց մոտ, դուք գնացեք ծով, երեխաները կդառնան 3 տարեկան եւ 1 օրեկան եւ այդ օրվանից արդեն կարող եք նրանց էլ տանել ծով, որ ձեր հետ միասին վայելեն այդ ամառային հանգիստը։ Իդեպ հանգստի գնալու ամենահարմար տրանսպորտային միջոցը երեխաների հետ դա գնացքն է համարվում, քանի որ ինքնաթիռ նստելիս ճնշումը անկում է ապրում, այո, եւ ականջներն են ցավում։ Բայց դե Հայաստանից գնացքով շատ հեռու չես կարող գնալ։ Գյումրի կարելի է գնալ Վրաստան, այո, մաքսիմում Բաթում, հետո կարող ես ըստ երևույթի նավով գնալ ինչ-որտեղ։ Վերջը, լավ, ինչ ասեմ, այսպիսին է իրավիճակը Հայաստանում, մենք ծով կարող ենք գնալ, եթե դա սև ծով է գնացքով, եթե մնացած ծովերն են միայն ու միայն ինքնաթիռով կամ էլ ձեր ավտոմեքենայով, բայց դա էլ ավելի կերկարացնի ձեր ճանապարհը եւ միգուցե երեխաները էլ ավելի շատ տանջվեն։ Հաշվարկեք ինքներդ, մենք մեր հաշվարկները արել ենք, այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր եթեր, որում կլինի խոսակցություններ թե ապագայի մասին, թե խոսակցություններ բուրմունքների մասին, թե ճամփորդություններ, թե գեղեցիկ երաժշտություն, թե ծիծաղելի նորություններ։ Շատ գիտելիքներ։ Պատրաստվել ենք, պատրաստված եկել ենք, որ ձեզ ուրախացնենք եւ ինչու ոչ նաեւ արթնացնենք։ Եվ հիմա ձեզ ուրախացնելու, արթնացնելու համար առաջարկում եմ, որ միասին լսենք լավ երաժշտություն ու վերադառնանք։ Ոչ միայն լսենք, այլ նաեւ դիտենք։ Գնացինք։ Վերադարձանք Կալիֆոռնիայից եւ խոսենք եղանակի մասին Երևանում եւ Հայաստանում։ Հունիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ եւ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա։ Երևանում բնականաբար արդեն ասացի առանց տեղումների եղանակ է սպասվում եւ ցերեկը կլինի 28-ից 30 աստիճան տաքություն։ Ամառ է, զարմանալու ոչինչ չկա, հուսանք, որ այդպիսի եղանակային պայմաններում կապրի նաեւ մնացած հանրապետությունը, բայց իմ հուսալը քիչ է, եկեք դիտենք եւ հասկանանք այդպես է, թե ես միգուցե սխալվում եմ։
Քանի որ ինչպես տեսանք մեզ անձրևներ չեն սպասվում, կարող ենք գնալ եւ ոչ աշխատանքային օրերը վայելել բնության գրկում, որովհետեւ մասնագետներն ասում են, որքան շատ նայեք կանաչին, այնքան ավելի երջանիկ կլինեք։ Բայց ոչ թե պարզապես կանաչ գույնին, այլ բնության կանաչի մասն է։ Բնականաբար, որտեվ կարելի է կանաչ թուղթ վերցնել, ասենց ուշադիր ժամերով նայել եւ չերջանկանալ։ Առհասարակ բնական տարերին պարզապես հայացք նետելը անգամ քաղաքի կենտրոնում ոչ միայն բնության գրկում կարող է բարելավել ինքնազգացողությունը։ Ես համոզված եմ դրանում եւ այլ կերպ կարելի է նաեւ փորձել բարձրացնել ձեր տրամադրությունը, եթե դուք տանն եք եւ հնարավորություն չունեք տնից դուրս գալու եւ գնալու ինչ որ վայր կանաչ գույներ վայելելու։ Ինչ պետք է անել։ Պետք է շոկոլադ ուտել։ Շոկոլադ ուտելով տրամադրությունը բարձրանում է եւ դա ապացուցված է, քանի որ հենց շոկոլադը ընկնում է ձեր ներսը, արտանում են այն հորմոնները, որոնք որ երջանկության հորմոններն են։ Այո, բայց իդեպ նույնիսկ շոկոլադը կարող է վերջի վերջո ձանձրացնել մարդուն։ Դե որ ամեն օր շոկոլադ ուտես, ըստ էության պետք է մեկ շաբաթը մեկ չուտել։ Քանի որ կարող է ձանձրացնել, այդ պատճառով շվեյցարացի գիտնականները որոշել են աշխարհին առաջարկել շոկոլադի բոլորովին նոր եւ շատ ավելի առողջարար բաղադրատոմս։ Դրանում կակաոյի հատիկների մասնաբաժինը զգալիորեն ավելացել է, ինչի շնորհիվ վերջնական արտադրանքն ավելի օգտակար է եւ էկոլոգիապես մաքուր։ Խնդիրը ուղղակի նրանում է, որ կակաոն թանկացել է եւ առհասարակ շոկոլադները թանկացել անցյալ տարվա համեմատ 20-ից 30%, բայց եթե դուք ունեք այդ հնարավորությունները, վայելեք շոկոլադ, մաքուր իսկական շոկոլադ, մաքուր իսկական եւ ինչքան նա ավելի դառն է, այդքան այդ շոկոլադում կակաոն ավելի շատ է եւ դա ավելի օգտակար է ձեր օրգանիզմի համար, ել ավելի է բարձրացնում ձեր տրամադրությունը։ Բայց ես վստահ եմ, որ ամռանը տրամադրություն բարձրացնում է նաեւ օրինակ ձմերուկը։ Դա հայկական շոկոլադն է։ Բայց պարզվում է դա այնքան էլ հայկական չէ։ Բնության մեջ հանդիպող ձմերուկի բազմաթիվ տեսակներ կան, որոնցից մարդը հայտնաբերել եւ սկսել է մշակել ամենաքաղցր տեսակը, որի հայրենիքը հարավային Աֆրիկան է։ Տեսեք որտեղից որտեղ է եկե հասել մեզ։ Յոհանեսբուրգի տակից ձմերուկը եկավ հասավ հոկտեմբերյան, Արմավիրի մարզներեղություն, Աստրախան, Ղազախստան եւ այլն եւ այլն։ Սկզբից մշակվել է Եգիպտոսում, հետո Չինաստանում, հետո ավելի ուշ եկել է հասել է Եվրոպա։ Այո, իսկապես դա այդպես է, բազմաթիվ տարբեր տեսակի հազարավոր, տասնյակ հազարավոր տեսակի ձմերուկներ կան Հայաստանում, չգիտես ինչու էս վերջին տարիներին Կլինտոն տեսակի ձմերուկն է ամենախորանարդար ձև, որի մեջ հատիկները շատ քիչ են, Ամերիկայի Միացյալ Նահանգներից է եկել, իզուր չէ որ անունը Կլինտոն է, բայց ես հիշում եմ այն փոքր ժամանակ այն ամենաքաղցր ձմերուկներն են, որ հատիկները մեջը շատ էր։ Այդպիսի ձմերուկ ցավոք սրտի շատ քչերն ենք։ Այս պահին վայելում իսկ չինացիները եւ ճապոնացիները արդեն զբաղվում են այլ գործողություններով, օրինակ նրանք մոգոնել են խորանարտաձև ձմերուկները, որը շատ հարմար է տեղափոխել եւ մեկ ավտոմեքենայում փաստորեն էլ ավելի շատ ձմերուկներ է տեղավորվում, որտեվ դե պարզ է կլորների արանքում օդ է մնում, իսկ խորանարտաձև ձմերուկների արանքում ոչինչ չի մնում եւ նրանք կարող են այսպես դարսել իրար վրա եւ տանել վաճառել, բայց այդ խորանարտաձև ձմերուկները բավականին թանկ հաճույք են։ Կարելի է ուտել կլոր ձմերուկներ, սովորական, որոնց կալորիականությունը բավականին ցածր է։ Որտեղ ջուր է մեջը։ Այո, բայց այն ունի կշտացնող հատկություն։ Ձմերուկ պանրով։ Բայց չի կարելի, գիտեք, խորհուրդ չի տրվում 2 ժամ առաջ եւ 2 ժամ հետո ձմերուկ ուտելիս օգտագործել աղի ուտեստներ, իսկ պանիրը։ Դե տես 2 ժամ հետո, 2 ժամ առաջ խորհուրդ չի տրվում, բայց ընթացքում ոչ մեկ դրա մասին չի խոսել, չէ՞։ Հարցից եւ հետո չի կարելի, բայց ընթացքում կարելի է։ Վերջը վայելեք ձմերուկները, ուշադիր եղեք, աշխատեք, որ այդ ձմերուկները լինեն տեղական, եթե չէ մի 10 օր է հաստատ համբերենք, կունենանք մեր տեղական արտադրանքի ձմերուկ, կօգնենք թե մեր գյուղացիներին, թե մեր օրգանիզմներին։ Իսկապես սառը ձմերուկից լավ բան այս աշխարհում դեռ ոչ մեկ չի հորինել։ Կարծում եմ կարելի է դիտել տեսանյութ ձմերուկի օգտակար հատկանիշների մասին։ Տեսանյութ այսքան երկար խոսացինք, որ ինձ թվաց, որ ձմերուկի թեման ավարտված է, բայց նա փաստորեն անավարտ է մնացել։ Եվ միշտ արդիական է։ Դիտենք տեսանյութը։
այս տեսանյութից հետո հատկապես վստահ եմ, որ այն հեռուստադիտողներում ու տանը կա ձմերուկ, հիմա բացեցին Սառնայանի դուռը, հանում են եւ սկսում են վայելել։ Եթե ժամանակ է ձեզ պետք վայելելու համար, մենք այդ ժամանակը ձեզ կտրամադրենք, որտեղ այս պահին գովազ շանթի եթերում։ Վերադարձանք գովազդից եւ համոզված եմ, որ արդեն ձեր ձմերուկը վայելել եք եւ ժամանակն է խոսելու լուրջ թեմաներից։ Արդեն 4-րդ անգամ Դիլիջանում են հավաքվել տեղացի ու արտասահմանցի մասնագետները քննարկելու այն խնդիրները, որոնց կարող են բախվել բանկերն ու քաղաքացիները կիբերանվտանգության ոլորտում։ Կիբերանվտանգության շաբաթվա շրջանակներում Կենտրոնական բանկի ու գործընկեր կազմակերպությունների ջանքերով տեղի ունեցել Cyber-Gen համաժողովը։ Իդեպ կիբերանվտանգության շաբաթը կավարտվի Բաքբաունի միջոցառմամբ, որի նպատակն է հասկանալ, թե մեր բանկերը որքան են պատրաստ կիբերհարձակումներին։ Մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ՏՏ եւ կիբերանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ կա, անվտանգ ենք այս պահին, որ դուք այստեղ եք։ Միանշանակ։ Աշխատում են մարդիկ, նորմալ է ամեն ինչ։ Եապես ավելի կոմպետենտ մարդիկ, քան ես եմ։ Բայց դուք ղեկավարում եք այդ մարդկանց։ Խելացի մարդկանց ղեկավարելը բարդ է, բայց մարդիկ 24/7 պատրաստ են ձեր անվտանգությունը ապահովել անհոգ Շատ կարևոր է դա իսկապես։ Հասկանանք, որն է կոնֆերանսի նպատակը։ Կոնֆերանսը մի յուրօրինակ հարթակ է, մի հաշվիտակ հավաքելու ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային փորձագետներին, իրենցից սովորելու, իրենց փորձը Հայաստան բերելու, հասկանալու թե ինչպիսի տենդենսներ կան աշխարհում, ուր է գնում աշխարհը, արդյոք մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, ինչպես կառավարել կիբերանվտանգության ռիսկերը, որոնք, ինչպես նկատեցիք, սպառնում են բոլորին։ Ինչքանով է ակտուալ Հայաստանի համար եւ մենք, այսպես ասած, ամբողջ աշխարհի նման ուժեղ ենք կամ թույլ ենք այդ պարագայում, թե մենք այլ ենք, նրանք ուժեղ են կամ թույլ են։ Շատ լավ հարց է, մենք էլ ենք դա ուզում հասկանալ եւ եթե նայենք կոնֆերանսի մեր արդյունքները, մեր բանախոսներից մեկը բավականին լավ սլայդով ամփոփեց, Հայաստանը բավականին լավ դիրքերում է։ Դա չի նշանակում, որ մենք աներիք չունենք, որտեղ մենք ուզում ենք էապես ավելի լավ դիրքերում լինել, բայց մեկ փաստ հրապարակեմ, որը մեր գործընկերը հենց Հայաստանի կոնտեքստում էր փորձել ներկայացնել իր պրեզենտացիան, օրինակ, այսպես կոչված dark web-ում հասանելի տեղեկատվությունը, որ կիբերհանցագործները ինչ-որ տեղից գողանում են եւ վաճառում են, Հայաստանի դիրքերը ներկայացված, եթե չեմ սխալվում, 15 երկրների մեջ երկրորդ տեղում էր։ Այդ բավականին լավ ցուցանիշ է։ Այսինքն մեր տեղեկությունները այդքան պաշտպանված են։ Գիտեք ինչ, չկա ամբողջական պաշտպանություն, դա սխալ ընկալում կլինի, եթե մենք ասենք, որ որևէ կազմակերպություն, որևէ մարդ, որևէ պետություն 100%-անոց պաշտպանված է, բայց այլ հավասար պայմաններում բազմաթիվ երկրների հետ համատած ըստ ներկայացված արդյունքների, իսկ ներկայացված էր հայտնի կազմակերպության կողմից, ովքեր ունեն հնարավորություն dark web-ում նմանատիպ հետազոտություններ անելու, որովհետև դա եւ գիտելիք եւ գործիքներ եւ տեխնիկա է պահանջում, այնպես չէ որ մենք միասին կարող ենք տեսնել թե dark web-ում ինչեր կան, ուստի ներկայացված տեղեկատվությունը բավականին հավաստի է եւ կարելի է հիմնվել այդ տեղեկատվության վրա։ Մեկ առնետական հարց ներողություն։ Համեցեք։ Դա ինչ է նշանակում, որ իսկապես անվտանգությունը պարզա որ մենք 100% ինչպես դուք ասացիք պաշտպանված չենք, բայց աշխատում է, անվտանգությունն է աշխատում, թե պարզապես ոչ մեկին հետաքրքիր չեն այդ տվյալները։ Թե հետաքրքիր են։ Հարցը շատ լավ տվեցիք եւ սրեցիք։ Չկա երկիր, որի տվյալները ինչ որ մեկի համար հետաքրքիր չլինեն, որովհետեւ նախ դրանք կարելի է վաճառել։ Այո։ Նույնիսկ ձեր մասին տվյալները կարելի է ուղղակի վաճառել։ Իմ մասին որ հետաքրքրված է։ Միանշանակ հետաքրքրողներ հաստատ կլինեն։ Դա չի նշանակում, որ մեր երկրով, մեր կազմակերպություններով հետաքրքրված չեն եւ կան դեպքեր, որ հենց գողանում են, վաճառում են, բայց նորից այլ հավասար պայմաններում մեր այսինքն պետք է այդ փաստը հասկանանք, որ կան հետաքրքրվողներ եւ կա պաշտպանություն։ Միանշանակ հետաքրքրողներ կան։ Իսկ Հայաստանի բանկերում ու ֆինանսական այլ կառույցներում մենք ունենք բավարար մասնագետներ կիբերանվտանգության ոլորտում։ Տեսեք, եթե մենք նայենք
վիճակագրությունը ամբողջ աշխարհում, թույլ տվեք ամբողջ աշխարհի վիճակագրությունը պրոյեկտել Հայաստանի Հանրապետության վրա։ Տարբեր հետազոտական կազմակերպություններ հրապարակում են թվեր, համաձայն որի 2024 թվականին ամբողջ աշխարհում կիբեռանվտանգության մասնագետների պակասը տարբեր հաշվարկներով եղել է 2.5-ից 3 միլիոն։ Որոշներ ասում են նույնիսկ 4 միլիոն։ Միայն ամերիկյան պետական հատվածում 500,000 մասնագետի կարիք կա։ Պատկերացրեք։ Այդքան դեֆիցիտ կա։ Այդքան դեֆիցիտ կա։ Որովհետև այսօր տեխնոլոգիաներն ամենուր են, այսօր մեր կյանքը սկսում եւ վերջանում է այս հեռախոսի մեջ, իսկ հեռախոսը միացված է ամբողջ աշխարհին, hyper-connectivity ունենք, այսպես ասած, ուստի էապես մեծացել է։ Մասնագետների մասով Հայաստանում ուրախությամբ պետք է ասեմ, որ ֆինանսական հատվածում կա բավականին շատ մասնագետներ, ինչը ցավոք չեմ կարող ասել մնացած հատվածների մասին։ Երևի լավ առիթ է ասել, որ եթե հետևել եք մեր երկրի զարգացումներին, կարող է իմացած լինեք, որ մշակվում է կիբեռանվտանգության մասին օրենք, ինչը հավանաբար պահանջներ կսահմանի, որ մնացած ոլորտներում պետական հատվածում եւս ունենան առնվազն 1 մասնագետ, ինչը լավ սկիզբ կլինի։ Բնականաբար մեկ մասնագետով պայքարել կիբեռանվտանգության ռիսկերի եւ սպառնալիքների դեմ անհնար կլինի, բայց վերադառնալով հարցի բուն խորությանը, ասեմ, որ ֆինանսական հատվածում այսօր բանկեր կան, որտեղ կա 10 մասնագետ։ Պարոն Ստեփանյան, եթե կշերքի վրա դնենք անձնական տվյալները կամ որևիցե տվյալներ եւ ֆինանսական կորուստներ, որն է ավելի կարևոր եւ որն է ավելի պաշտպանված։ Իսկ հասկանում եմ, որ բանկերը պաշտպանում են իրենց ֆինանսականը, որտեղ դա կապված է ֆինանսների հետ։ Իսկ անձնական տվյալները, ինֆորմացիան եւ ոչ միայն նենց որ, չգիտեմ, իմ կամ ձեր մասին անձնական տվյալները, այլ պետական գաղտնիքներ եւ այլն, դրանք դա էլ է կիբեր անվտանգության մեջ մտնում եւ ինչքանով է ձեզ վերաբերվում, թե դուք միայն ֆինանսական կողմի, այսպես ասած, ես արդեն կարող եմ պատասխանեք։ Ես արդեն կարող եմ պատասխանել որպես մասնագետ, որ դուք ամբողջությամբ պատկերացնեք հարցը, բավականին ընդգրկուն հարց է։ Տեսեք, նախ կարող ենք մեր հանդիսատեսին եւս հասարակության լայն անդամներին ներկայացնել ինչ ասել է կիբեռանվտանգություն, որտեղ որ ասում ենք կիբեռանվտանգություն տարբեր մարդիկ դրատակ հասկանում են տարբեր բան։ Նախ կիբեռանվտանգությունը դա այն ռիսկերն են, որոնք գալիս են թվային կանալներով, տարածում են թվային կանալներ, գալիս են թվային տարածությունից, անգլերենում բառ կա կոչվում է cyber space։ Դրանք այդպիսի տվյալներ են։ Օրինակ, եթե դուք ձեր անձնագիրի տվյալները, ձեր անձնական տվյալները, ինչի մասին շեշտադրեցիք, ունենաք գրված USB կրիչի վրա դնեք ձեր սեղանին ու դուրս գաք սենյակից, ես գամ այդ կրիչը գողանամ, դա cyber security չի, դա սովորական տեղեկատվական անվտանգության ռիսկ է։ Ու այստեղ է որ շատ մասնագետներ, շատ մարդիկ տեղեկատվական եւ կիբեռանվտանգությունը փոխարինաբար օգտագործում են տեղեկատվական եւ կիբեռանվտանգություն։ Ուրեմն կիբեռանվտանգությունը դա այն երևույթն է, այն ռիսկերն են, որոնք գալիս են կիբեր տարածությունից։ Այսինքն ինտերնետից։ Ինտերնետից։ Մեկ բառով ինտերնետից։ Հիմա երբ որ մենք ասում ենք անձնական տվյալներ եւ ֆինանսական տվյալներ, տեսեք, հաքերները հիմնականում կիբերհանցագործները առաջինը հենց անձնական տվյալներ են փորձում գողանալ, որոնք օգնությամբ ավելի հեշտ է դառնում ֆինանսական տվյալներ գողանալ։ Եթե մեր օրենքով նայենք անձնական տվյալները որոնք են, բավականին հասկանալի գրված դրանք այն տվյալներ են, որոնց միջոցով հնարավոր է ձեզ միանշանակորեն նույնականացնել, այսինքն ասել դա դուք եք թե ես եմ։ Հիմա օրինակ այսօր էլեկտրոնային փոստի հասցեն հարց է, անձնական տվյալ է թե ոչ։ Այսօր մարդու էլեկտրոնային փոստի հասցեով բավականին շատ տեղեկատվություն կարելի է ձեռք միայն էլեկտրոնային փոստի հասցեով։ Եթե ուզեք ես վերջում ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որ ասեք կամ 5 րոպե ժամանակ տրամադրեք, ես կգտնեմ եւ որոշակի տվյալներ կարող եմ ասել ձեր մասին, ինչեր կան հայտնի։ Քիչ առաջ պարոն Ստեփանյան խոսեցիք նաև տեխնոլոգիաների մասին նորարարական։ Նորարարական տեխնոլոգիաները, հատկապես արհեստական բանականությունը, որքանով է ընդգրկված պայքարի մեջ կիբերհանցագործների դեմ, թե արդյոք խանգարում է։ Շատ լավ հարց է եւ դրա մասին կարելի է մի քանի ժամ խոսել։ Տեսեք, արհեստական բանականությունը եւ լավ գործիք է
մասնագետների ձեռքում, որպեսզի կարողանան մեծ տվյալներ մշակել, պատկերացրեք, օրինակ, ինչ է կարծում, 1 րոպեում կենտրոնական բանկի ուղղությամբ քանի հարձակում կարող է տեղի ունենալ։ 5, 10, 30, 100։ Իսկ եթե դա բազմապատկենք, ասենք 10-ով կլինի 1000, իսկ եթե օրինակի համար դիտարկենք 3 կամ 5000։ Հիմա արդյոք մարդը կարող է րոպեում 3000 հարձակումը մշակել ձեռքով։ Իհարկե հնարավոր չի։ Դրա համար արհեստական բանականությունը կարելի է օգտագործել մեծ տվյալների հետ վերլուծություն առնելու, տրենդերը հասկանալու, որ ուղղությամբ են գալիս ռիսկերը, ինչ են հանցագործները թիրախավորել, որտեղ ավելի շատ ուշադիր լինել։ Բայց մյուս կողմից հիմա պատկերացրեք, նույն կիբերհանցագործներն են օգտագործում արհեստական բանականություն։ Ինչպես ավտոմատացնել հարձակումները։ Եթե նախկինում նույն կիբերհանցագործը ստիպված էր ձեռքով, այսպես ասած, կոդ գրել, հրամաներ գրել, այսօր դա կարելի է ավտոմատացնել։ Այսինքն արհեստական բանականությունը երկու կողմն է օգտագործում։ Եթե ձեր համար մի տվյալ բացահայտեմ, որը շատ վախենալու է, լսած կլինեք այսպես կոչված zero day vulnerability-ների մասին։ Դրանք այն խոցելիություններն են, որոնք երեք հայտնի են դարձել, բայց կազմակերպությունը, որի պրոդուկտներում, այսպես ասած, հայտնի է դարձել, դրա մասին հնարավոր չի իմանալ։ Օրինակ, դուք օգտագործում եք Android կամ iPhone, որի մեջ արդեն կա թերություն, որը բացահայտվել է հանցագործը, կիբերհանցագործը դրա մասին գիտի, ոչ Apple-ը գիտի, ոչ Microsoft-ը, ոչ մյուսը։ Նմանատիպ դեպքեր միշտ են լինում։ Եվ վերջերս արհեստական բանականության օգնությամբ հնարավոր է եղել բացահայտել zero day vulnerability։ Դա նշանակում է դուք կարող եք ձեր տանը նստել, արհեստական բանականության հետ խոսել, սովորացնել իրեն, թե ինչպես գտնել zero day vulnerability, որը շատ վտանգավոր է։ Իրականում իսկապես վախենալու է, որովհետև ոչ մեկ ոչ մի բանից պաշտպանված չի եւ անգամ այն հակերները, որոնք որ օգտագործում են եւ այլ հիմնարկությունները, որոնք որ պայքարում են դրա դեմ, ոչ մեկ չգիտի թե արհեստական բանականությունը միգուցե արդեն իր պայմանավորվել են եւ ինչ-որ բաներ անում են եւ մենք չգիտենք դա ինչպես է լինելու եւ շատ արագ է այդ ամենը զարգանում։ Ինչքանով է օգնում հարաբերությունները ձեր գոլեգաների հետ եւ ամբողջ աշխարհը դա հասկանում է եւ սա երևի ամենայն քիչ դեպքերից է, երբ որ մարդիկ միավորվել են իսկապես։ Անգամ պատերազմող երկիրները ըստ երևույթի նստում են իրար հետ եւ հասկանում են, որ սա շատ կարեւոր է։ Այո, տեսեք, մեր ոլորտի մասնագետները արտահայտություն ունեն, ինչը մեր սպիկերներից մեկն էլ նշեց, ասում է վատ մարդիկ նկատի ունեն կիբերհանցագործները կիսվում են ինֆորմացիայով, ինչու լավ մարդիկ պաշտպանողները ինչու չկիսվում, որովհետև նույն հաջողությամբ ընդհանրենք մեկ կիբերհանցագործ կարող է որոշակի տվյալների շտեմարան կոտրել, այդ տվյալները գողանալ եւ կիսվել մեկ այլ կիբերհանցագործի հետ, ով էապես ավելի շատ գիտելիքներ ունի տվյալները օգտագործել եւ զարգացնել հարձակումը։ Հիմա նույն հաջողությամբ, եթե ենթադրենք իրենք հարձակվել են X կազմակերպության վրա եւ այդ X կազմակերպության թիմը արդեն նկատում է որոշակի տենդենսներ, ինչ ուղղությամբ է զարգանում, որ, չգիտեմ, ուղղություններից են գալիս, չեմ ուզում տեխնիկական բառեր օգտագործել, որ հասկանալի լինի։ Եվ եթե այդ ինֆորմացիան հնարավոր լինի հնարավորինս շուտ կիսել մեկ այլ կազմակերպության, գործընկեր կազմակերպության հետ, հետեւաբար պաշտպանությունը իհապես ավելի հեշտ կլինի։ Դրա համար, ինչպես գիտեք, կոնֆերանսի համակազմակերպիչ էր հանդիսանում նաև տեղեկատվական համակարգերի գործակալությունը Հայաստանի Հանրապետության, որը վերջերս գրանցել է AM-CERT-ը։ CERT-ը դա Computer Emergency Response Team-ն է, որի հենց բուն նպատակն է հավաքել ինֆորմացիան, մշակել այդ ինֆորմացիան եւ տրամադրել բոլորին պաշտպանությունը լավ կազմակերպելու եւ իրականացնելու համար։ Պաշտպանությունը կազմակերպելու համար Հայաստանի բոլոր ֆինանսական կառույցներն ունեն մեկ պլատֆորմ, թե ամեն մի բանկ, ամեն մի ֆինանսական կառույց ունի իր առանձինը։ Տեսեք, ձեր արծի մեջ կա եւ լավ եւ վտանգավոր կոմպոնենտ։ Եթե բոլորը ունենային մեկ պլատֆորմ, անգլերեն տերմին կա կոչվում single point of failure։ Դա կնշանակեր, եթե հանկարծ այդ պլատֆորմի հետ ինչ-որ բան լիներ, բոլորը պրոբլեմ կունենայի։ Հետևաբար աշխարհում չկա տենց երկիր, որ բոլորը ունենան նույն ձևի պլատֆորմ։ Մեր բանկերը ազատ են ընտրելու իրենց պլատֆորմները եւ իրենց գործունեությունը կազմակերպելու, իրենց պրոդուկտները ներկայացնելու, այնպես էլ իրենց կիբերանվտանգությունն ապահովելու։
յունիֆիկացիայի մասին խոսք չի կարող լինել, հետեւաբար պլատֆորմները տարբեր են։ Հարցի երկրորդ մասը, ինչքան շատ լինեն պլատֆորմները, այդքան լավ է թե ոչ, այդտեղ էլ խնդիր ունենք, որովհետեւ ինչքան շատ փոխկապակցված լինի համակարգը, այնքան ավելի բարդ է։ Շատ բարդանում է, երբ փոխկապակցվածությունը մի համակարգից մյուսն է անցնում։ Տվյալները պետք է մի տեղից մյուս տեղը գնան, տրանսֆորմացիայի ժամանակ արդյոք դրանք չեն փոփոխվում։ Բազմաթիվ ավելի լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ Ես ուրիշ բանի մասին եմ այս վերջերս շատ ավելի շատ մտածում, քանի որ այն աշխարհը, այն տիեզերքը, որ կամաց անդադարում է թվայնացված, digital, այնտեղ այդ տիեզերքում շատ դեպքերում կամ դեռ քիչ դեպքերում մեկ էլ տենում ես ինչ որ անալոգային բաներ են բսնում։ Ձերքի աշխատանքն է սկսել էլի նորից մարդկանց մոտ գնահատվել, փայտյա, չգիտեմ, աթոռներ, սեղաններ, որոնք որ ձեռով են մշակում, կարող է սկսենք վերադառնալ կամ ստեղծվեն այդպես բուտիկ բանկեր, որտեղ որ չի լինի համակարգիչ, որը որ ինտերնետի հետ կապված չի լինի, որովհետև անհնար է պաշտպանվել ամեն ինչից, որովհետև անդադ այդ ամենը գալիս է եւ կլինեն հին ու բարի բանկերը, որտեղ որ մարդիկ թղթով կգրեն, չգիտեմ, գրանցեն, մարդուն ճանաչեն եւ այլն։ Կա այդպիսի վտանգ կամ մտածում ենք դրա մասին աշխարհը։ Անկեղծ ասած չեմ տեսնում նման վտանգ, որովհետև այն տեխնոլոգիական հեղափոխությունը, որը սկսվել է բացարձակ իմ պատկերացումով, իմ համեստ կարծիքով, հնարավոր չի այդ անելը հետ տանել։ Մեկ օրինակ բերեմ, որպեսզի պարզ լինի ձեր համար։ Մինչև հիմա կան մարդիկ, ես պարբերաբար, երբ որ փոստային ինչ-որ առաքում եմ, առաքանի եմ ստանում եւ գնում եմ վերցնում, տեսնում եմ մարդիկ կան, ինձանից մի քիչ ավելի ավագ, ովքեր գնացել են պոչտա փոստային բաժանում, որպեսզի օրինակ, չգիտեմ, ջրի վարձը վճարեն։ Այո։ Հիմա պատկերացրեք ձեր բալիկները, ովքեր կարող են լինել ընդհանրեն 20 տարեկան, ու դուք իրեն ասեք, գնա Դա չի պատկերացնում։ Չի, իհարկե, որովհետև ունի հեռախոս եւ կյանքը այստեղ է։ Իր ֆինանսներն այստեղ է, իր ամեն ինչ այստեղ է։ Վաղուց մենք ունենալու ենք թվային անձնագիր, որ լինելու այստեղ։ Շուտով ունենալու ենք հենց հոսանքը գնում է եւ զարյատկա չենք ունենում կամ չգիտեմ, ինտերնետը կորում է, մենք չենք կարող եւ արդեն պանիկայի մեջ ենք ընկնում։ Ասում ենք, ես ոնց է պիտի բան առաքեին, փոխանցումը ստացան, չստացան, ինչ, այսինքն նրանք էլ դրանից են նեղվում։ Այո, ես վերջերս ինձ բռնեցի մի մտքի վրա, չեմ հիշում մեքենայով ուր էի գնում ու խոսում էինք ես ու իմ ուղեկիցը, թե ինչպես էին մեր ծնողները մեքենայի մեջ միշտ ունենում սովետական միության ժամանակ իշեք մեծ քարտեզ կար, այո, բացում են ու այս գետի հիմա երբ որ Google-ը մեզ չի ասում հաջորդ խաչմերուկից թեքվի աճ, հաջորդից չէ 500 մետրից քեզ ասի դու արդեն սկսես։ Այո։ Պարոն Ստեփանյան, քանի որ խոսեցինք մարդկանց մասին, հասկանանք քաղաքացիները որքանով են իրազեկված կիբերհանցագործություններից եւ որքանով են պաշտպանված, արդյոք որևէ միտեղ իրենց տվյալները լրացնելով, որը հիմա շատ տարածված է, իրենց խանգարում են եւ վնասում։ Տեսեք, ինչքան շատ լինեն տեղեկացված, բնականաբար այնքան հեշտ կլինի իրենց պաշտպանել չարագործներից։ Այսօր հանցագործները էապես լավացրել են իրենց խաբելու մեթոդները։ Եթե մենք պատկերացնենք մարդուն որպես համակարգ, յուրաքանչյուր համակարգ ունի իր թույլ կողմերը։ Ցանկացած մարդ թույլ կետերը ունի իր թույլ կետերը, միանշանակ։ Եթե մարդ ունի որոշակի նախասիրություններ եւ օրինակ այդ նախասիրությունների մասին գրում է որևէ սոցիալական կայքում, դա իմ համար հասանելի է, ես կարող եմ տեսնել մարդու նախասիրությունները։ Ես օրինակ իմ վրա օրինակը բերեմ, որ ձեր համար պարզ լինի։ Նույն կիբերանվտանգությունը իմ նախասիրություններից, իմ թույլություններից մեկն է։ Ես մշտապես կարդում եմ ինչ-որ բաներ, չգիտեմ, հետևում եմ, ինձ տարբեր ուսանողներ գրում են ինչ-որ հարցեր են, կիսվում են, տարբեր հարցեր են տալիս։ Երբ որ ինչ-որ ուսանող, օրինակի համար, չգիտեմ, այլ երկրից նամանավանդ գրում է ու մի քիչ մեզ շոյում է, լավ, ես հետևում եմ, չգիտեմ, գիտեմ որ դուք լավ մասնագետ եք, այո։ Մեր ականջները շոյում է, մարդը ունի էգոիստական թուլանում է, ու ընդհանրապես ձեզանից ինչ-որ բան է խնդրում, որ չգիտեմ, ինչ-որ բան անեք, ինչ-որ լրացուցիչ ինֆորմացիա իրան տակ, եւ ստեղծում է կոնտակտ, ստեղծում է վստահություն, եւ երկրորդ, երրորդ շփումից հետո on-line դուք արդեն ոնց որ մոռանում եք, որ հնարավոր է այստեղ ինչ-որ ռիսկային բան լինի։ Հիմա երբ որ մարդուն օրինակ զանգում ու
համոզում են ինչ-որ բան անել եւ այդ մարդը անում է, դա նույնն է, թե հիմա ես ասեմ ձեր պորտմանը ձեր մոտ է, կբացեք մի հատ, հա, բացում եք, ասում մեջ ինչքան փող ունեք, կարող է դոլար ունեք, հա, մի հատ իսկ տակ, տալիս եք, կարող է եվրո էլ ունեք, եւ իսկ հայկական ամենամեծ դրամանիշը որն է, մի քանի հատ էլ դրանից տվեք, ու դուք տալիս եք, ու հետո բողոքում եք ասում եք, բայց ես չգիտեի որ չպետք է դայի։ Դա այն բանն է, որ մենք իմ կարծիքով պետք է մանկապարտեզից սովորեցնենք, մանկապարտեզից, որովհետև իմ համար տեղեկատվությունը ուտելիքի նման բան է։ Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, մենք մեր երեխաներին սովորացնում ենք, օրինակ, որ հաց ընկավ գետնին, չէ՞, 2 տարեկան երեխան արդեն հասկանում է, գետնից հաց չեն վերցնում, բերանում դնում, ինչև այդ չի հասկանում։ Նույնն էլ հիմա մենք պետք է կարողանանք մեր երեխաներին մանկապարտեզից սովորեցնել, թե տեղեկատվությունը ինչպես են ուտում, դա ինչ ուտելիք է։ Ու եթե կարողանանք հիմիկվանից, պետք է երեկվանից, չէ, շատ առաջվանից 2000-ականներից պետք է կարողանայինք, եթե ոչ 90-ականներից դա անել, ապա լավ է ուշ, քան երբեք, այո, անգամ այսօր ուշ չի սկսել, որովհետև իսկապես մենք կարող ենք փորձել պաշտպանել այն վտանգներից, որոնք որ մեզ վաղը սպասում են, եթե սկսենք այսօր։ Եթե վաղը սկսենք, արդեն վտանգները ցավոք սրտի մեզ վտանգները ազդած կլինեն։ Մեզ կերած կլինեն։ Պարոն Ստեփանյան, կոնֆերանսը արդեն 4-րդ անգամ է տեղի ունեցել եւ ըստ վիճակագրության այս տարիների ընթացքում ինչպիսին է պաշտպանվածության մակարդակը, արդյոք իր արդյունքները դրական տալիս է կոնֆերանսը, թե ոչ։ Անմիջական արդյունքների մասին դժվար է ասել, արդյոք կոնֆերանսն է տալիս թե ոչ։ Առնվազն մեկ արդյունքի մասին կարող եմ ասել, այս տարի մենք ունեինք բազմաթիվ ուսանողներ, ովքեր եկել էին մասնակցելու, ինչը շատ ուրախալի երևույթ է, ուրախացնող երևույթ է, նամանավանդ հաշվի առնելով մասնագետների շատ սուղ պակասը։ Եվ եթե հաշվի առնենք, որ օրինակ Դիլիջան գնալու համար մարդը պետք է առավոտ ժամը 7-ին արթնանար, գնար քաղաք, քաղաքի կենտրոնից 1.5 ժամ տանջվեր գնար Դիլիջան ու երբ որ տեսնեիք դահլիճում ընդհանրենք 300 գումարած 300 պլյուս մարդ կար, իսկապես ուրախացնող էր։ Ինչպիսի էֆեկտ է տվել նախորդ 3 տարիները, այս կարճ ժամանակի մեջ դժվար է ասել, սուտ բան չասեմ։ Իսկ բոլոր ֆինանսական կառույցներից ներկայացուցիչները պարտադիր էին մասնակցության համար, թե նախընտրությամբ։ Կամավոր պարտադիր։ Ծեծելով ոչ մեկ ինչ չենք վերում, խնդրում ենք որ գամ, իրենց պետք է մարդիկ գիտակցելով են գալիս, ավելին ասեմ, կոնֆերանսի ռեգիստրացիան փակվել էր ամսի 12-ին, որովհետեւ մենք էլ հասկանանք քանի մարդ է գալիս, որովհետեւ դահլիճի հնարավորությունները սահմանափակ էին։ Բայց մեզ զանգում էին, մենք չենք հասցրել գրանցվել, մենք էլ ենք ուզում գանք տարբեր տեղերից, պետական տարբեր հիմնարկներից, տարբեր մասնավոր կազմակերպություններից մյուս տարվա համար շտապեք մի քիչ ավելի արագ զանգեք։ Ես վերջին հարցը ուզում եմ տալ եւ հասկանալ, բայց ասում ենք, որ մասնագետները քիչ են, բայց դա պարադոքս է, չէ, որովհետեւ իրականում սա արդիական մասնագիտությունը, լավ բարձրատրվող մասնագիտությունը, իսկ ինչու՞ են քիչ։ Հակերներն են շատ։ Թե գուցե համալսարաններում ուսումն է ավելի բարդ այս առումով։ Եթե մեր երկրի վրա օրինակը բերեմ, հետո կարող ենք պրոյեկտել հիմա աշխարհում բավականին դրական դինամիկա կա մասնագետների պակասը լրացնելու, ինչը ցավոք Հայաստանում չեմ տեսնում։ Տեսեք ժամանակին 2010-ական թվականներին էր, երբ որ մեր կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարեց որպես գերակաճյուղ, ես կարծում եմ այդ ժամանակ մեր ակադեմիական հանրությունը ճիշտ չարձագանքեց, չհասկանալով, որ դա եւ կառավարությունը ինչ որ ուղղություն համարում է գերակաճյուղ, կրթությունը, ակադեմիան, համալսարանները պետք է անմիջապես արձագանքեն։ Հենց հիմա այս տարի ֆրանսիական համալսարանում ինքս դասավանդում եմ, մինչ այդ ամերիկյան համալսարանում էի դասավանդում եւ փորձում եմ հնարավորինս անել, որպիսի Այսինքն մենք անգամ չունենք ինչ որ բուհեր, որտեղ որ այդ մասնագետները կպատրաստեն, թե Գիտեք, ունենք բուհեր, եթե մի քիչ ավելի բացենք փակագծերը, բուհեր կան, որոնք ընդհանրապես կապ չունեն կիբերանվտանգության հետ, բայց ունեն կիբերանվտանգության ֆակուլտետ։ Նայում ես այդ բուհի պրոֆիլը լրիվ ուրիշ է, բայց քանի որ իսկապես շատ մեծ պահանջարկ կա, շատ հետաքրքիր է, ունենք կիբերանվտանգության կուրս, բայց օրինակ չունենք
իմ տեղեկատվությունների համաձայն չունենք կիբերանվտանգության ամբողջական մագիստրատուրա, այսինքն որ մասնագետը 2 տարի առավոտը ցիլիկուն գնա դառնա մագիստրոս եւ շատ քիչ է դասախոսական կադրերը, ովքեր պատրաստ են տանջվել եւ դասախոսել տարբեր համալսարաններ։ Դե ունենք խնդիրներ, որոնք որ հուսանք կլուծվեն, բայց պետք է ուզում եմ ասել տարիների ընթացքում, բայց ժամանակ չունենք, որտեվ շատ արագ է ամեն ինչ զարգանում։ Այս ընթացքում միջև մենք զրուցում ենք կենտրոնական բանկի վրա հազարավոր հարձակումներ տեղի ունեցան, բայց տեսեք, որ մարդիկ պաշտպանում են թե մեր ֆինանսները, թե մեր անվտանգությունը անձնական։ Եվ սա նույն անվտանգությունն է, որ ձեզ ինչ-որ մեկը փողոցում մութ տեղը արտճանը կհանի, դնի ձեր վրա եւ ասի ձեր գումարը տվեք ինձ։ Նույն բանն է, այո։ Նույն անալոգիա։ Ստրեսը նույնն է։ Ստրեսը նույնն է։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ՏՏ եւ կիբերանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։ Մենք դադարեցնում ենք մեր եթերը երաժշտությամբ։ Այո, այս ընթացքում մտածեք ձեր կիբերանվտանգության մասին։ Կամ մի բան արեք դրա հետ։ Գնացինք երաժշտություն Շանթի եթերում։ Նեմրա եւ Սերժ Տանկյան, իմիջիալոց Նեմրայի նոր ձայնը սկավառակը շատ լավն է, խորհուրդ եմ տալիս լսել, եթե չեք լսել միջև հիմա, իսկ հիմա ժամանակն է գնալ դեպի տաք արևոտ Աշխաբադ։ Եղել ես Աշխաբադում։ Ոչ, չեմ եղել ու այն հանդիսանում է աշխարհի ամենափակ քաղաքներից, ամենափակ երկրներից մեկը Թուրքմենստանը ամենափակ երկրներից մեկն է իսկապես, կան խնդիրներ, բայց Աշխաբադի կենտրոնը իսկապես անկրկնելի գեղեցկությամբ, սպիտակ շքեղ մարմարից ամբողջովին, շքեղ ուրեմն ինչ որ շատրվաններ եւ մինիմում մարդ։ Բոլոր մարդիկ աշխատում են, բայց յուրաքանչյուր թուրքմեն շաբաթական 1 օր պարտավոր է լինել Աշխաբադի կենտրոնում եւ այնտեղ զբոսնել։ Այո, դա օրենք է։ Հրաշալի է։ Մենք գեղեցկությունը կտեսնենք տեսանյութում, բայց ես ուզում եմ ասել, որ այս երկրում կա ձիերի նախարարություն։ Այո, որովհետև նախագահները ձիեր շատ են սիրում, ի վերջին նախագահը նաև հեծանիվ է շատ սիրում, այսպես ձիեր, բայց հեծանիվների նախարարություն դեռ չկա, բայց ձիերի կա եւ շների նկատմամբ թուլություն ունեն։ Լավ, վերջը, եկեք գնանք Աշխաբադ, տեսնենք, հետո պետք կլինի խոսենք։ Գնացինք։ Վերադարձանք Աշխաբադից եւ զգում ես ինչ բուրմունք է։ Շատ անուշ բույրեր են տարածված մեր տաղավարում ու դա պատահական չէ, որովհետև այսօր մեր տաղավարում են մարդիկ, ովքեր կախարդում են իրենց ստեղծած բույրերով։ Ավելին կարող են ստանալ բույրեր հենց ձեզ համար, կարող են սովորեցնել ձեզ բույրեր ստանալ եւ իհարկե պատմել աշխարհի ամենահայտնի օծանելիքների մասին հենց իրենց ստեղծած օծանելիքի թանգարանում։ Մեր տաղավարում են Սարգիս Ազարյանը, օծանելիքի թանգարանի տնօրեն եւ Արմենուհի Ազարյանը, Սարգիսի կինն ու գործընկերը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Շատ լավ։ Աշխատանքային։ Ինչպես ծնվեց այսպիսի հրաշք բույրեր ստեղծելու գաղափարը եւ առհասարակ թանգարան ստեղծելու գաղափարը։ 90-ական թվականներին հետաքրքրված էի օծանելիքներով։ Հետո իմ սովորության համաձայն ես բնույթով մշակութային մարդ եմ, հավաքածուներ ունեի բավականին շատ, սկսեցի զբաղվել նաև օծանելիքներ հավաքելով։ Հետո ստացվեց այնպես, որ ժամանակի ընթացքում այդ ավելի խորացավ 2000 թվականների վերջից սկսեցի ավելի ագրեսիվ ձևով ամբողջ աշխարհից հավաքել եւ վերջում պարզվեց, որ մոտ 6-7 հազար նմուշ է հավաքվել ու արդեն ուզած-չուզած դրա կարիքը լինելու էր։ 6-7 հազար օծանելիքի նմուշ։ Օծանելիքի չէ, օծանելիքի հնագույն սրվակների նմուշ։ Այո, օծանելիքներ։ Սկսված 6000 տարեկանից մինչև 20-րդ դարի
աշխարհի գրեթե բոլոր երկրներից սրվակներ։ Մի րոպե, 6000 տարեկան, այսինքն որտեղից է դա։ Հայկական տարածաշրջանից։ Որտեղից եք բերել։ Որտեղ։ Շատ տարբեր։ Այդ բացի Հյուսիսային Կորեայից, Ադրբեջանից եւ մի քանի ուրիշ երկրներից համարյա տենց տեղ չկա, որ բերած չլինենք։ Դուք անձամբ գնացել եք, թե պատվիրել եք որոշ տեղերից անձամբ, որոշ տեղերից իմ ընկերների օգնությամբ, որոշ տեղեր նույնիսկ խմբեր են աշխատել, մինչև հիմա էլ մարդիկ կան, որ տարին մեկ անգամ գալիս են որոշակի շուկաները ուսումնասիրելով բերում են, ես արդեն իմ համար հավաքած բերում եմ։ Հիմա արդեն ունեք թանգարան, որտեղ որ մարդիկ կարող են գան, այցելել, տեսնել, իսկ հոտ քաշել։ Կան նմուշներ, որոնք այո, իրանց մեջ կա, այդ իհարկե 5-6000 տարեկանները չեն, բայց ավելի մի քիչ նորերի մեջ, որոնք էլի արդեն մենք այդ մեր համար է նոր համարվում, բայց իրանք 70-60 տարվա օծանելիքներ են, որոնցից այո, կարելի է ծանոթանալ հոտերին, կարելի է նույնիսկ 70-ական թվականների վինտաժ օծանելիքներին ծանոթանալ եւ գնել։ Մենք հիմա մեր էկրանին տեսնում ենք թանգարանից կադրեր։ Դուք կարող եք մեկնաբանել, թե ինչ սրվակներ են սրանք։ Սա հայկական տարածաշրջանի փոքրիկ սրվակն է, այդ կապույտը, որ դուք տեսաք, ինքը խեցի է, գլազուրապատ, դա հայկական տարածաշրջանի այդ 5-6000 տարեկան սրվակն է։ Որտեղ է գտնվում ֆիզիկապես թանգարանը, ով կարող է այցելել եւ ինչպես աշխատում է, ամեն օր աշխատում։ Թանգարանը գտնվում է Պուշկինի 4 հասցեում, արտկվարտալ։ Արտկվարտալում։ Աշխատում է ամեն օր, ժամը 11-ից մինչև 19:30։ Ամեն օր։ Այս պահին մեր հեռուստադիտողը իրենց էկրանին տեսնում է հասցեն եւ հեռախոսի համարը, այնպես որ կարող է զանգահարել, որպեսզի կարողանա այցելել թանգարան, իսկ մինչ այդ մենք հասկանանք թանգարանում որն է ամենաարժեքավոր նմուշը եւ ինչ նմուշներ եք դուք այսօր ձեզ հետ բերել։ Ուրեմն թանգարանում արժեքավոր նմուշներ շատ կան, բայց իմ համար արժեքավոր մի քիչ հարաբերական է, իր ֆիզիկական արժեքով չի պայմանավորված։ Այդ գաղափարը նաև իմ մեջ ծնվեց այն ժամանակ, երբ գրականություն էի ուսումնասիրում եւ համարյա բոլոր գրականության տարբեր էջերում հանդիպում էր ուրարտական ներողություն ասորական, բաբելոնյան, չգիտեմ, եգիպտական օծանելիքներ, դրանց պատմությունը որևէ միտեղ, որևէ մի ակնարկով նշված չէր հայկական տարածաշրջանի մասին։ Իդեպ ասեմ, որ մեր տարածաշրջանում իրեղեն նյութերով մի մոտ 2000 տարի ավելի հնության օծանելիքի յուղերի սրվակներ են հայտնաբերել, բայց կարող ենք նաև գուշակել, որ քանի որ իրանք ծիսական նպատակներով են օգտագործվել, իսկ ծիսակարգերը Հայաստանում ավելի վաղ խորության են գալիս, մոտ 10000-15000 տարուց ավել, եւ ինքը հայերենում հենց օծանելիք բառը մեզ հուշում է օծվել բառից եւ ինքը ծառայել է որպես ծիսակարգերի համար օգտագործվող նյութ, այսպես ասած։ Եվ այդ ամբողջը ստիպեց, որ ավելի խորը ուսումնասիրում եւ կարողանամ ներկայացնել հայկականությունը, իդեպ ասեմ, որ Հայաստանում մոտ 4000 տարի յուղերը արտահանվել Եգիպտոս, Հայաստանից։ Այո, Հայաստանից, իդեպ մինչև 80-ական թվականները սովետական Հայաստանում գործարան է եղել, սովետական միության համարյա թե բոլոր օծանելիքների մեջ խորդենու յուղը օգտագործվել է, նաև օգտագործվել է տիեզերագնացության մեջ։ Ինչի յուղը ներողություն։ Խորդենու յուղ։ Դա որն է? Գերան։ Ահա, так, հասկացա։ Մի խոսքով ինքը շատ հետաքրքիր պատմություններ ունի Հայաստանը կապված օծանելիքագործության հետ։ Եվ ձեր համար ամենակարևոր նմուշը հենց դա հայկական նմուշներից, այո, ինձ հենց իր պատմությունն է արժեքավոր ավելի։ Իհարկե դե արժեքավոր բազմաթիվ նմուշներ կան, թագավորական, կայսերական, ռուսական, հայտնի մարդկանց սրվակներ կա, օծանելիքներ կա,
շատ հետաքրքիր բազմաժանր։ Գնում եք ինչ աուկցիոններում։ Այո, ես դա ուզում եի ասել, որ շատ մեծ դեր ունի նաև աուկցիոնները, այո, որ աուկցիոններից էլ ենք հնարավորություն ունենում ձեռք բերել շատ այլ երկրներից, ոչ միայն հասանելի անձամբ։ Դա հիմա սա ուզում հասկանամ, սա ձեր համար բիզնես է, թե դարձել է կյանքի ինչ-որ։ Ի սկզբանե բիզնես չէ։ Ես ասեմ ձեզ, ես 20 տարեկանում արդեն մոտ 10 հավաքածուներ ունեի, ինքս հավաքորդ եմ, ես իմ հավաքածուների մի մասն է, ու ինքը բացի օծանելիքից ինչ եք հավաքում կամ հավաքում։ Այնքան շատ թեմաներ կա, բայց հեսա անդրադառնալու, հա, կոնկրետ ուրեմն հավաքել եմ 5 տարեկանից եմ ավելի ճիշտ հավաքորդ եղել, արդեն 13 տարեկանում 7-8 հավաքածու ունեի, բայց 20 տարեկանից արդեն ավելի լրջացավ այդ ամեն ինչը, հավաքում եմ հիմիլ մեծ հավաքածու ունեմ հումորի, ունեմ հումորի հավաքածու ինչ է ներողություն։ Հումորի թանգարան է Գյումրի, իմ տունն է, հիմա հումորի թանգարան եմ դարձրել, մոտ 7000 նմուշ է, այնտեղ ծաղրանկարներ են, գրականություն, տիկնիկներ, արձաններ, որը որ կապված է հումորի հետ։ Ինքը ոչ թե ծիծաղելի է, այլ ինֆորմացիա։ Թերթեր, ամսագրեր, նույնիսկ եղեռնի հետ կապված ծաղրանկարներ, որ ամբողջ աշխարհից նկարել են, հայտնի ծաղրացուների ֆոտոներ, ձեռագրեր, նամակներ եւ այլն։ Կրկեսի հետ կապված, ծոնածառի խաղալիքների հետ կապված, հայ նկարիչների, գրաֆիկների, մարկաների, կոնկրետ օծանելիքները առանձին թեմա է, ֆրագմենտ եւ այլն։ Վերադառնանք օծանելիքներին։ Մենք գիտենք, որ թանգարանում նաև կա լաբորատորիա, որտեղ ստեղծվում են նոր օծանելիքներ եւ յուրաքանչյուր մարդ կարող է պատվիրել եւ ստեղծվի իր համար իր առանձնահատուկ հոտը։ Պատմեք մի փոքր դրա մասին, ինչպես է կատարվում այդ ընդհանուր process-ը։ Մեր մոտ կա մոտ 350-ից 400 տեսակի բաղադրիչներ, որոնցով ի սկզբանե պատրաստվում են բոլոր օծանելիքները։ Մի քիչ թյուր կարծիք կա մեր ժողովրդի մոտ, որ չեն տարբերակում շուկայում արկա յուղերից, այդ թուրքական, եգիպտական եւ էմիրատներից բերված։ Մենք հիմա լաբորատորիայի կադրերն ենք տեսնում մեր էկրանին։ Բացարձակ կապ չունի, ուրիշ նյութեր են դրանք։ Հայտնի ֆրանսիական, եվրոպական, շվեյցարական ընկերությունների, Firmenich, IFF, Životan, Ventos եւ այլն, դրանք շատ որակով բարձրակարգ բաղադրիչներ են, որոնք նաև հատուկ կոնցենտրացիայով օգտագործվում են IFA-ի օրենքներով, այսպես ասած, թույլտվությամբ եւ բացարձակ անվնաս են։ Ասեմ, որ օծանելիքը պատրաստվում է մարդու բնավորության, նախասիրությունների, տարիքի եւ ուրիշ այլ առանձնահատկությունների։ Հիմա դուք օգտագործում եք կամ օգտագործել եք հատուկ ձեր համար պատրաստված օծանելիք եք այսօր օգտագործել, թե ունեք օրինակ ինչ որ սիրված։ Սովորաբար այո, օգտագործում եմ մեր պատրաստված օծանելիքներից, որովհետեւ բաղադրիչներ կա, որ ինձ ավելի հաճելի է։ Փոքր տարիքում կոնկրետ օգտագործել եմ բրենդային, բավական ժամանակ արդեն բրենդային չեմ օգտագործում։ Իսկ մարդուն ինչ հարցեր եք տալիս, որպեսզի հասկանաք ինչ օծանելիք կարող եք ստեղծել իր համար, իր նախասիրությունները ինչպես եք համակարգում եւ տեղափոխում այդ օծանելիքի բույրի մեջ։ Նախ հարցում ենք իր վերաբերմունքը օծանելիքների նկատմամբ եւ կոնկրետ ինչ նախասիրություն օծանելիքա ինքը օգտագործել, ենթադրենք ինչ-որ մի բրենդի, մենք արդեն գիտենք, թե այդ բրենդի մեջ դոմինանտ բույրերը որն է, հետո հարցում ենք ուղղությունը, թե ծաղկային, փայտային, ջրային կամ քաղցր ինչ հոտեր է նախընտրում, դրանից հետո առաջարկում ենք իր նախընտրած բույրերի շարք, հետո ինքը արդեն սկսում է ֆիզիկապես իր քիմքին հաճելի ընտրել բույրերը։ Դրանից հետո ընտրելուց հետո որոշվում է, թե որը կցանկանար օծանելիքի մեջ լիներ դոմինանտ։
Իսկ այս ամբողջ ընթացքը որքան ժամանակ է տևում։ Ամբողջ ընթացքը դժվարը, ամենադժվար ընթացքը, երբ որ ընտրում ենք հաճախորդի հետ, մնացածը ոնց որ ասում են ցելից տեխնիկի մի 10 րոպեում բավականին արագ։ Հետո 10 րոպեում այդ ամեն ինչը պատրաստվում է։ 10 րոպեում։ Դրանից հետո այդ process-ից հետո մոտ կտևի մի 25 րոպե, կես ժամ, երբեմն նաև 1 ժամ։ Բայց այդ բավականին կարճ ժամանակ է, քանի որ ի սկզբանե բազային հոտերը մենք ակորդները արդեն պատրաստում ենք, որպեսզի այդ process-ը արականա, թե ինքը իրականում պետք է տևի տասնյակ օրեր, մոտ մի 10-15 օր։ Այնինքն, հա, պարզ է, որ ինչ-որ բազային հոտեր կան, որոնք որ պատրաստ են, կարելի է գնալ, օրինակ, թանգարան, սկզբից զրուցել, հասկանալ թե ով ինչ է ուզում, հետո զբոսնել, մինչև զբոսնեք ավարտեք, արդեն ձեր օծանելիքը պատրաստ է։ Այո։ Մենք եթե կարելի է նաև անակնկալում ենք։ Անակնկալ։ Այո, անակնկալում ենք։ Մի փոքր չարաճճություն ենք արել, այսպես ասած։ Հասմիկի բնավորության գծերն են փոքր ուսումնասիրել առանց իրագիտության։ Հասմիկ, հիմա բարձենք ճիշտ են ուսումնասիրել, որտեղից եք ուսումնասիրել։ Այդ խոսում են կիբերանվտանգության մասին։ Շանտից իհարկե։ Եթերից։ Եթերից հասկացել եք թե Հասմիկի ով որ կապում դրաները դրանք հարցեր եք տվել, ինձ թվաց հերոստացույցի այն կողմից։ Օծանելիքները սովորաբար բրգաձև են լինում եւ օծանելիքի ներքևի հատվածը բազային մասն է, սիրտ եւ գլուխ։ Մի քիչ վերև բարձրացրեք։ Հա։ Ահա, դեպի կամերան, այնտեղ, ահա։ Հիմնական հոտը հնչում է սրտից, այսպես ասած, վերևի նոտաները ավելի թրջող են, շուտ են ասում։ Բազային նոտաները նրանք են, որոնք որ հիմնական մնում են մի քանի ժամ տևողությամբ, մինչև 8 ժամ, երբեմն նաև մի քանի օր։ Հիմի Հասմիկի օծանելիքը ընտրելու համար ընտրել ենք սրտի ամենակարևոր նոտան Ժասմին բաղադրիչը, որ Հասմիկն է հայերենում։ Ծնված օրվանից Հասմիկը ընտրել էր իր օծանելիքը պաստոր։ Ոչ ագրեսիվ, ոչ շատ վուլգար, շատ համեստ, բայց շատ խարիզմատիկ։ Հիմա կտեսնենք։ Հիմա կզգանք։ Խնդրեմ հանձնեք Հասմիկի իր օծանելիքը։ Վերջացնեմ նոր տեսնենք զուգադի մի հուզվեք, համապատասխանի թե չէ, գներեք։ Ուրեմն մտածում ենք ծաղկային թե մրգային, հետո մտածեցինք, որ հիմնականում ծաղկայինն է շատ Հայաստանում ընդունված, որ մի քիչ եղվեք ծաղկայինից, հետո չուզենաք, հետո կփոխենք իհարկե ուղղությունը, մտածեցինք ավելի համով մրգային, ամառային հոտեր, Ձմերուկ կա մեջը։ Մեջը վերևի ամենավերևի նոտաներում չէ։ Չէ, հեսա ձմերուկից արքայախնձոր, արքայախնձոր։ Այո։ Սրտի մեջ հասմիկն է, հատապտուղներով եւ ցիտրուսով, բազային մասում ամբրն է։ Ամբրը։ Ամբրն է, այո։ Լավ։ Քաղցր վանիլով։ Տվեք Հասմիկ, ուղղակի մի քիչ մի քանի վայրկյան հետո արձագանքեք, որ արձագանքիր։ Միջև Հասմիկ արձագանքում է, բայց շատ կարևոր հարց, որը որ ուզում է հասարակությանը։ Ինքը տենց չկա։ Ձեր տիկնոջը տամ այդ հարցը։ Տղամարդու բուրմունքը պետք է դուր գա իր զուգընկերոջը եւ հակառակը։ Դա կարևոր է թե ոչ։ Այո, շատ կարևոր է։ Ավելի կարևոր է երկու այդ դեպքում դուք պետք է ընտրեք ձեր ամուսնու լինում, այդպես դեպքերել են մեր մոտ լինում, գալիս են իրենց զուգընկերոջ համար օծանելիք են պատրաստում իրենց ուզածով։ Իրանց ուզածով, դա կարելի։ Ես ուզում եմ արտահայտվել հոտի մասին, նախ ասեմ, որ կարծես թե ուժեղ շլեֆով հոտ է եւ ես այդպիսի հոտեր շատ եմ սիրում։ Բառեր ես օգտագործում, ուժեղ շլեֆով։ Դա գիտեք, որ հոտն է, երբ մարդը քայլում է, իրենից հետո իր հոտը մնում է։ Օ, խաչմերուկից Հասմիկը կգնա, իսկ բույրը այնտեղ կմնա։ Ու ես հիմա ուզում եմ ճիշտ է օծանելիքով եմ, բայց ուզում եմ այսպես վրայից թողել, եթե թույլ կտաք։ Քոնն է, ինչ ուզում ես կարաս անես արդ։ Շնորհակալ եմ նվերի համար։ Ճիշտ է օգտագործում։ Միշտ այդքան թե մոտիկ է պետք է։ Չէ, ճիշտ է օգտագործում։ Դեպ նաև մի բաղադրիչ ենք օգտագործել, որ կայտակության համար է ինքը պատասխանատու։ Աֆրոդիզիակ կա սրա մեջ։ Չէ, աֆրոդիզիակ չէ։ Ինքը հենց օծանելիքի յուղ է, բաղադրիչ մոլեկուլ է նման։ Ինքը այն հորմոնալ բաներ չի, որ ուրիշները օգտագործում են։ Մենք բնական է։ Ահա, ինքը բնական է եւ ուղղակի յենթագիտակցական մակարդակում ինքը ապահովում է մարդու հետաքրքրությունն ու կայտակղությունը։
կարծում եմ հետո արձագանքեք մեզ, ասեք։ Անպայման։ Մենք գիտենք, որ առանձին միջոցառումների եք մասնակցում կորպորատիվ, առհասարակ համագործակցությունների համար բաց եք թե ոչ, եւ արդյոք դուք սովորեցնում եք մարդկանց, ովքեր ուզում են օծանելիք պատրաստել։ Կամ չգիտեմ, օրինակ հարսանիքի համար ուզում են պատրաստել յուրահատուկ բույր։ Տարոսիկներ։ Բոլոր տեսակի համագործակցությունների համար բաց ենք, մասնակցում ենք իվենտների, եթե քիչ են մեր մոտ, եթե մարդկանց քանակը շատ է, կարող ենք ուրիշ տարածք վարձակալել։ Տարոսիկների պահով պատրաստում ենք արդեն փոստանել մեր էջում, որ պատրաստելու ենք հարսանիքի, այո, մենք պատրաստում ենք առաջարկել ամբողջ հարսանեկան բույրը, ոչ միայն տարոսիկի տեսքով, այլ որ հենց հարսանիքը բուրի տվյալ հոտով եւ այդ հոտը, այո, որը կլինի իրենց սիրո բույրը, որը տարոսիկի տեսքով բաժանվելու է, այո, հյուրերին։ Իսկ դպրոցների պահով, այո, նախատեսում ենք անպայման շատ շուտով կլինի դասընթացներ, սիրողական մակարդակով եւ մի քիչ ավել։ Ինչ կենթանասեր է մեր։ Լրացուցիչ արդեն կտեղեկացնենք։ Ես ուրեմն հասկանամ, այս ամենը, որը այդ հարցի պատասխան չստացանք, ի սկզբանե դա ուղղակի հոբի էր, որը հիմա դարձավ բիզնես։ Օրինակ, չգիտեմ, հանրահայտ բրենդներից մեկը գալիս է ձեզ առաջարկում է, որ դու գնաք իրենց հետ աշխատեք կամ համագործակցեք։ Հնարավոր է դա, հնարավոր չէ, եւ կարելի է օրինակ ձեզ անվանել պարֆումեր, թե ոչ։ Ես ձեզ ասեմ, ես ինձ չեմ համարի պարֆումեր առայժմ, բայց ես ինձ էքսպերտ եմ հավանում, քանի որ մոտ 30-35 տարի արդեն զբաղվում ու ճանաչում եմ գրեթե մի քանի հազար օծանելիքների հոտեր, ֆորմունքներ։ Երկրորդ մյուս մասին, թե կհամագործակցենք, ասեմ, որ այս պահին էլ որոշակի համագործակցություններ կա, մեզ մոտ հայտնի բրենդներից նույնիսկ օծանելիքի եկել արդեն պատրաստել են, մոդելներ են եկել հայտնի Ֆրանսիայի պոդիումից, մի քանի օր առաջ նորից նման համագործակցության առիթ է եղել Փարիզի մոդելների դիզայներներից մեկի հետ, եւ հետաքրքիրը այն է, որ մեզ ավելի շատ վստահում են արտասահմանի մեր հյուրերը, որ մի անգամ ընդամենը այցելում են մեր մոտ ու մի անգամից շուռ է գալիս ամեն ինչ։ Եվ մեր ժողովրդի մոտ մի քիչ թյուր կարծիք կա, որ Հայաստանում այդ Փարիզը չի ու հնարավոր չի օծանելիք պատրաստել կամ ինչ-որ լուրջ բան անել, բայց ես ասեմ, ես վստահ եմ։ Բայց ես վերջերս բավականին շատ հայկական նաև օծանելիք ստեղծողներ կան։ Հավաք արեցի օծանելիքագործների, ոչ մեկի մոտ այնպես շատ վստահ բան չկա, հավաք չկա, բայց ես աշխատելու եմ, որ հաստատ վստահ եմ, մի քանի տարի հետո Հայաստանում լուրջ օծանելիքագործներ կլինեն, որովհետև մենք այդ բազան ունենք ենթագիտակցական մակարդակում ու այդ ամեն ինչի փորձը տարերի շարունակ կա եւ ասեմ մի հետաքրքիր բան էլ էս վերջերս արեցինք, նախագիծ ունենք, բայց փորձեցինք 850 թվականի Աշոտի երկրորդ թագավորի օծանելիքը պատրաստել, ոչ թե վերականգնել, այլ մեր նորովի մեր մտածողությամբ օգտագործելով իր բնավորության գծերը այդ դարաշրջանի Ինչու հենց Աշոտ երկաթին անդրադարձ։ Երկրորդ երկաթ ինքը չի, այո, Նաև իր շարավիղներից գտանք, որ նաև ինքը մեզ օգնեց որոշակի հարցերով, որ իր քիմքին է մի քիչ հաջող լինի, եւ շատ հետաքրքիր բան ստացանք։ Կարելի արդեն հերոսական, այսպես ասած, շարք ունեն։ Վարդան Մամիկոնյան, Սասունցի Դավիթ։ Շարք ունենալ։ Ինչ ասեցի, արդեն պատրաստ եմ Մենք այդ շարք պետք է լինել, եթե մեկ եւ հայ թագուհիների օրինակ։ Ինչու ոչ։ Չէի մտածել, բայց կարելի է այդ մասին Ինչ է թագուհիների։ Գենդերային անհավասարություն, թագուհիների մասին չէի մտածել։ Ես միշտ թագուհիների մասին եմ մտածում։ Այդ դեպքում մենք թագավորների մասին մտածենք։ Նվիրենք ձեզ մեր նվեր քարտը, որ անհավասարություն չլինի։ Շնորհակալություն։ Այո։ Մեկ անհավասարություն է, մարդը դուխի է ստացել, ես դուք եք իսկ ես թուղթ։ Դա գրենք ձեզ Հասկացա, այս նվեր քարտով ես պետք է այցելեմ Պուշկին 4, ուրեմն երկու շաբթվանից 094
89, 19, 54։ 091 67 57 55 այստեղ այդ հեռախոսի համարը կա։ Հա, երկու հեռախոս։ Հեռախոսի համարն է։ Սա ձեր հեռախոսի համարն է։ Աշխատանքային ժամը 11-ից 7:30, այստեղ ամեն ինչ գրված է ինձ մոտ։ QR կոդ է կա։ Մեր հեռուստադիտողն էլ ամեն ինչ տեսնում էր իր էկրաններին, այնպես որ կարող եք գրի առնել հեռախոսահամարը։ Ունենք նաև բրոշյուր, որի մեջ նկարագրված է մեր թանգարանի նյութերը, նաև մի փոքր գնացուցակ կա, այսպես ասած, օծանելիքների պատրաստման հետ կապված։ Ասեմ, որ թանկ չէ մեր մոտ, այսի գնային շեմ ենք որոշել, որ շատ հասանելի լինի բոլորին։ Tax free աշխատում հյուրերի համար։ Այո։ Իսկ մարդը կարող է գալ եւ բացի այն, որ դուք իրեն հարցեր տաք ու իր համար բույր պատրաստեք, նա էլ մասնակցություն ունենա իր համար բույր պատրաստելու ընթացքին։ Մասնակցություն միանգամից չի կարողանա ունենալ, քանի որ այսինքն ինքը իր ձեռքով չի կարողանա պատրաստել, որովհետեւ դրանք կոնկրետ չափաբաժիններով պետք է օգտագործվել, որ չփչանա նախ, եւ երկրորդը դրանք թույլատրելի նյութեր կան իրար հետ կարելի է ոչ կարելի որ գաս ասես հնարավոր է կամ ձեզ մոտ եւ ինչ որ մեկին վիրահատություն անի։ Հնարավոր է մի տարբերակով, որ մենք վիդեո հոլովակ տանք, անելու ենք պես մի բան մտածել ենք, ինքը մի շաբաթ նայի, հետո կա մի օր արդեն մեր օգնությամբ ինքնուրույն պատրաստի։ Իսկ բացի պատրաստելուց, եթե ես օրինակ բույր եմ ուզում ձեզ մոտ գնել, թանգարանն ուսումնասիրեցի, հետո ուզում եմ տեսնել, թե դուք ինչպես եք դա պատրաստում։ Պարզապես նայել, հնարավոր է դա։ Իսկ պատրաստի բույրեր կան, որ մարդիկ օրինակ գան եւ պարզապես գնեն, թե չկա այդպիսի պրակտիկա։ Մենք առայժմ վաճառքի տարբերակ չունենք, բայց մեր պատրաստած բույրերից կա հետաքրքիր, շատ հետաքրքիր փայլոցները չբացեմ, իրոք շատ հետաքրքիր բույրեր կան, միգուցե ոչ կոմերցիոն, որ մարդկանց հետաքրքրությունը կշարժի, բայց եթե կցանկանան փոքր չափաբաժիններով ունենք, որ կարող ենք ուղղակի իրանց ցանկությունը բավարարելու համար վաճառել, բայց առայժմ որպես այդպեսին խանութ չի աշխատում։ Հասկանալ։ Այդ բոլոր 7000 նմուշները հիմա գտնվում են Պուշկին 4-ում։ Ցավոք ոչ, Պուշկին 4-ում այդքան անհնար է գահավորել։ Մենք պատրաստվում ենք պարբերաբար նմուշները փոխել, թեպետ շատ դժվար աշխատանք է, Կես տարին մեկ պետք է այցելել, որ անդադ տեղյակ լինել։ Եվ հույս ունենք, որ մի որոշ ժամանակ անց մենք ավելի կընդլայնենք ու կարողանանք այդ ամբողջ նմուշները մի հարտակում տեղավորել։ Տան առօրյան ծիրիգուն դրա մասին եք խոսում, չէ՞։ Այսինքն ապրում եք դրանով իսկապես։ Իսկ ունեք բույր, որը միասին եք ստեղծել։ Չէ։ Կստեղծենք լավ միտքեր։ Առանձին եք ստեղծում բույրեր։ Արմինեն չէ, կան ստեղծելու հետ կապ չունի, ինքը ես էնտուզիազմ եմ, ինքը բիզնեսի պահն եմ տեխնիկական։ Դրա փողի բույրն է, փողի բույրն, դա էլ է կարևոր բույր, արա, եթե չլինի փողի բույրը, մնացած բույրերը դժվար ծնվեն։ Մենք հիշեցնենք, որ մեր տաղավարում են Սարգիս Ազարյանը, օծանելիքի թանգարանի տնօրեն, եւ Արմենուհի Ազարյանը, Սարգիսի կինն ու գործընկերը, իսկ օծանելիքի թանգարան կարող եք այցելել գնալով Պուշկին 4, հեռախոսահամարն է 091 67 57 55 եւ 094 89 19 54։ Շնորհակալություն զրույցի համար։ Մենք ենք շնորհակալ։ Շնորհակալություն նաև նվերի համար, ես շատ Ես եմ շնորհակալ սերտիֆիկատի համար։ Մենք կսպասենք։ Այո, շնորհակալություն։ Իսկ մեզ սպասում է գովազդ այս պահին, պլանավորեք շաբաթ կիրակի օրը այցելեք այս հիանալի վայր, որ իմանաք եւ ունենաք ձեր անձնական բույրը։ Այո, մի ասեք, որ Երևանում այցելելու վայրեր չկան եւ ունեցեք այսպիսի հրաշալի բույրեր։ Այսպիսի չէ, ուրիշ։ Սա հասմիկին է։ Սա չեք կարող ունենալ։ Այո, սա հասմիկին է, սա անձնական է։ Յուրաքանչյուր կունեք ձեր անձնական։ Անձնական գովազդ Շանթի եթերում։ Վերադարձանք գովազդից եւ հիմա պատմելու ենք ձեզ ֆենոմենալ մարդկանցից մեկի մասին։
Amy Winehouse-ն է հերոսը, հերթական ֆենոմենի աղջիկ, որ շատ կարճ ապրեց եւ դարձավ այն տխրահռչակ 27 ակումբի անդամ, որովհետեւ ապրեց ընդամենը 27 տարի, բայց այդ 27 տարվա ընթացքում նա թողեց իր ետևից մեծ ազդեցություն թե երաժշտության, թե օրինակ զգեստա հակնելության գործունեություն։ Եվ դրանով էլ մինչ այսօր ապրում է եւ դեռ երկար կապրի։ Այո, նա կենթանի է, որովհետեւ կա երաժշտությունը, կան իր տեսահոլովակները, ֆիզիկապես դա մեզետ չի, բայց հոգեպես մեզետ է։ Իդեպ ես հիշում եմ, որ նրա առաջին ալբոմի անունը Frank էր, ու դա պատահական չէր, որովհետեւ նա ոգեշնչվել էր Frank Sinatra-ից։ Այո, շատ մարդկանցից է նա ոգեշնչել եւ ամենակարևորը որ շատ մարդկանց է միջի հիմա ոգեշնչում։ Amy Winehouse եւ նրա ֆենոմենը։ Այսպիսին էր Amy Winehouse-ը, այսպիսին էր նրա ֆենոմենը մեր եթերում։ Իսկ հիմա այսպիսին է լինելու գովազդը մեր եթերում։ Փաստորեն այսօր այսքանը, կհանդիպենք արդեն վաղը, մաղթում ենք ձեզ լավ օր, լավ լուրերով։ Այո, ժպտացեք հաճախ եւ ունեցեք հետաքրքիր ու դրական օր։ Հաջողություն։ Ստեսություն։